Ողջունում եմ ձեզ կենթանի հավատ եկեղեցի, օրհնում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի հատ համար կա, ասում է իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց, եւ իմ ետևից գալիս են։ Գիտեք, մենք այսօր ունենք 3 on-line խմբակներ։ Ու կապ չունի դու որ երկրում ես, որ քաղաքում ես, սա մի միջոց է, ովքեր որ լսում են, Տիրոջ գառները լսում են Տիրոջ ձայնը ու գնում են նրա հետևից։ Եթե դուք չեք գնում, չեք մասնակցում, եթե հնարավորություն ունեք ֆիզիկապես մասնակցելու խմբակներին, անպայման միացեք, տեսեք որտեղ կա։ Իսկ եթե գտնվում եք ուրիշ երկրում, ուրիշ քաղաքում, on-line խմբակները դրանք են միջոցն են, որ դուք էլ գնաք Տիրոջ ձայնի հետևից, որովհետև Տերը ճանաչում է ձեզ անձամբ։ Կենթանի հավատ եկեղեցին կա սոցցանցերում, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում։ Խնդրում եմ ակտիվ եղեք, հավանեք մեր քարոզները, կիսվեք ձեր ընկերների հետ, սա ևս Տիրոջ խոսքը ավետարանելու մի միջոց է։ Տերը օրհնի ձեզ մեզ բոլորիս օրհնված ծառայություն։ Եվ լույս բացվեց, և բացվել է օրս, ժամն է կրկին քեզ փառք երգել, և թող ոչինչ այսօր, և երբեք չխանգարի դեպի երկինք ձեռքերս բարձրացնել։ Դու և ինձ հետ ես միշտ, ունեմ հազար պատճառ, Տեր քեզ փառք տալու համար ես, հազար պատճառ քեզ գովելու համար։ Դու օրհին ով իմաց, և երկին ինչպես երբեք, ով իմանց, երկրպագի նրան։ Եվ լույս բացվեց, և բացվել է օրս, ժամն է կրկին քեզ փառք երգել, և թող ոչինչ այսօր, և երբեք չխանգարի դեպի երկինք ձեռքերս բարձրացնել, քեզ բարձրացնել, դու օրհին ով իմաց, օրհնիր անունը նրա, և երկին ինչպես երբեք,
Եկեք փառքեր տանք Աստծուն։ Ասա ով իմանց, օրհնիր Տիրոջը։ Հալելույա։ Կերքեմ հավերժ ես այն սիրո մասին, որ ստիպել ձեռքերս բարձրացնել երկինք, խավարում կորած էի դու հանել ես ինձ, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին։ Եվ շուրջս մութ է, և չէի տեսնում, մեղքով պատված է, ես խավարում, բայց նա տեսել է ինձ երկնքից, Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ, Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ։ Կերքեմ հավերժ ես այն սիրո մասին, որ ստիպել ձեռքերս բարձրացնել երկինք, խավարում կորած էի դու հանել ես ինձ, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին։ Այսօրին հույսը ասպարևար, քո գութը քասր է հոգուս համար, մարվեց խաչի վրա ողջ պարտքը իմ, Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ, Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ։ Կերքեմ հավերժ ես այն սիրո մասին, որ ստիպել ձեռքերս բարձրացնել երկինք, խավարում կորած էի դու հանել ես ինձ, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին։ Առաջ շարժվում եմ ես այս կյանքում, և տուն ունեմ ես երկնքում, այլևս մահը չունի բաժին, Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ, Հիսուս Քրիստոսը փրկել է ինձ։ Կերքեմ հավերժ ես այն սիրո մասին, որ ստիպել ձեռքերս բարձրացնել երկինք, խավարում կորած էի դու հանել ես ինձ, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին, կերքեմ հավերժ ես այն սիրո մասին, որ ստիպել ձեռքերս բարձրացնել երկինք, խավարում կորած էի դու հանել ես ինձ, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին, կերքեմ հավերժ ես քո սիրո մասին։ Եկեք փառքեր տանք մեր Աստծուն։ Հալելույա։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն, շնորհակալ ենք Տեր Հիսուսին, գոհանում ենք Տեր քեզանից։ Կարող եք տեղավորվել Աստծո ժողովուրդ։ Մենք նոր հյուրեր ունենք, ողջունում ենք ձեզ։ Արդյոք կարաս եւ օրհնում ենք նրանց ոտքա մեր տան մեջ, Աստծո տան մեջ։ Փառք
Փառք մեր Տիրոջը ամեն ժամանակ։ Մենք միշտ խնդրում ենք Աստծուց մեր կարիքների համար, աղոթում ենք ու սպասում ենք մեր սպասելիքներով, մեր ժամանակի սպասելիքներով։ Բայց Ղուկաս 18:1-ից անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակի մասին շատ ենք լսել, բայց ստե մի հատ կետ կա, որ շատ հետաքրքիր է։ Ասում է Հիսուսը առակ ասեց նրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ։ Երբեք մի ձանձրացեք, եթե պատասխանը դեռ չեք ստացել։ Եվ ասեց. մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստվածանից չէր վախենում եւ մարդից չէր ամաչում։ Եվ մի որբևայրի էլ կար այն քաղաքում եւ նրա մոտ էր գալիս եւ ասում. իրավունք արա ինձ իմ ոսոխիցը, պաշտպանիր ինձի, էլի։ Եվ նա մի ժամանակ չկամեցավ նրանից, հետո իր մտքում ասեց, թե Աստվածանից չեմ վախենում, դատավորն ասում, եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ ասում այս որբևայրին հոգնեցնում է ինձ, իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ չձանձրացնի։ Ասում է եւ Տերն ասեց. լսեցեք, թե իր անիրավ դատավորն ինչ է ասում։ Բայց Աստված ասում է դատավորի նման չի, ասում է։ Միթե իր ընտրյալների համար իրավունք չի անիր, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի, համբերատարել լինի Տեր Աստվածը նրանց համար։ Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանե նրանց համար, սակայն, ասում է, մարդի որդին գալիս, արդյոք, ասում է, հավատ կգտնե երկրի վրա, այ ամենավերջի կետն է։ Ինչքան էլ մենք պահանջում ենք, ինչքան ենք աղոթում ենք մեր կարիքների համար, բայց մեր հավատքը ամուր կմնա, կբարձրանա, ստե կարևորը հավատքն է մեր ամեն աղոթների մեջ։ Եթե հավատ չկա, մեր աղոթները ոնց են ասում, ձայն է սովորական, որ դուրս է գալի։ Մենք հավատքով ենք ամեն ինչ շարժում, վերցնում Տիրոջից։ Փառք նրան, կարող ենք ոտքի կայնել մեր հավատքը զորացնել եւ ինչպես է հավատքը, ասում է երկմիտ պիտի չլնես։ Եթե խոսքը հեսա, որ քեզ տալու եմ այս սրանք, եթե թեթև կասկած եկավ, իմացեք հավատքդ քանդված է։ Երբեք թույլ չտաք, որպեսզի երկրորդ միտքը ձեզ բռնի։ Շնորհակալ ենք Տեր Աստված, Սուրբ ես, Սուրբ է քո անունը, խնդրում ենք, թող գա քո արքայությունը Տեր, խնդրում ենք քո Սուրբ քո ներկայությունը այս վայրում Տեր, եկ եւ դու գիտես այս կարիքավորների Տեր սրտերը, խնդրում եմ Տեր նրանց համար, ամեն կարիքներին Տեր, դու ես արձագանքողը եւ ամեն ով որ գրել է հավատքով թող վերցնի Տեր քեզանից եւ նրանց հավատքը, մեր բոլորիս հավատքը ամրապնդիր, խնդրում ենք Տեր Հիսուսի անունով, քո որդու անունով Տեր, որ ուղարկեցիր մեզ համար։ Շնորհակալ ենք Տեր Աստված, շնորհակալ ենք քո գոհության, քո սիրո, քո ողորմության համար Տեր, որ շնորհեցիր քո որդուն մեզ բոլորիս համար Տերս։ Շնորհակալ ենք, խնդրում ենք ներես մեզ, մեր հավատքի մեջ եթե թուլացած ենք Տեր, ամրապնդիր, խնդրում ենք, ամրապնդիր, ամրապնդիր։ Եվ մեր ճանապարհները Սուրբ Հոգի ուղղորդիր, նորոգիր մեր սրտերը, մեր մտքերը Տեր, եւ ամեն ինչ որ չարիսն է, պահիր, պահպանիր։ Տեր Հիսուսի անունով ենք քո առաջ հայր։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եկեք եւս մեկ անգամ բուրըն ծափարենք Քեզ Աստծուն։ Հալելույя. Слава Богу. Слава Богу. У нас гости с Украины,
Сергей, Роман и Оксана, жена. Приветствуем вас именем Иисуса Христа. Ամեն։ Մեկ ու մեջ կխոսեմ ռուսերեն, որ հասկանալի լինի մեր հյուրերի համար։ Կամ նաև ռուսերեն խոսам. Давайте я буду по-русски, чтобы переводить не приходилось. Наша семья очень любит гостей принимать. Гостеприимная, и мы очень любим гостей принимать. Так, начну с объявления. Объявление, значит, у нас в эту субботу начнется ячейка хэмбак, տնային хэмбак տղաների. Для молодых будет домашняя церковь для молодых парней. Для наших только парней. Будут братья будут, и я ваш покорный слуга буду вам служить. Հալելույա, փակասում։ Եկեք եկեք մեկ անգամ հայերեն ասեմ, տնային խմբակ սկսելու եկեղեցում ժամը 7:30-ից ժամը 9 շաբաթ օրերին տղաների խմբակ, երիտասարդների տղաների խմբակ։ Այսուհետև կլինի ստաբիլ։ Могут даже участвовать, молодые духом тоже могут участвовать. Аллилуйя. А сейчас слово о пожертвовании. Исайя 58:13. Я прочту по-армянски, потом по-русски. Исайя 58:13-14. Вы можете, как նստել։ Շաբաթ օրը իմ սուրբ օրը քո ոտքը հետ պայի քո ցանկության կատարելուց։ Եթե շաբաթը կոչես հաճելի եւ Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն, չհետևելով քո ճանապարհին, չբավարարելով քո ցանկությունը եւ դատակախոսություն չանելով, այն ժամանակ կհրճվես Տիրոջով եւ ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերումը եւ քեզ կուտեսնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանի որ Տիրոջ Բերանը խոսեց այս։ Դուք կասեք ինչ կապ ունի սա զոհաբերության հետ։ Գիտեք, Աստված մեզ շատերի շատ օգնել է, որ այսօր ֆինանս զոհաբերելը մեր համար այդքան էլ խնդիր չի։ Կարանք մենք 5000 զոհաբերենք, 10000 զոհաբերենք, բայց մեզանից պահանջվում է զոհաբերություն քայլերով։ Շատ անգամ տեսեք ասում է կտրի քո ոտքը, հրաժարվի, մեր սովորությունից հրաժարվելը մեզ արդեն շատ է խանգարում։ Вы прочитали, наверное, да, место Писания, которое сказал. Тут говорится, чтобы... Подождите, я на русском прочитаю. Если ты удержишь ногу твою ради субботы от исполнения прихотей твоих во святой день мой и будешь называть субботу отрадою святым днем Господним, чествуемым, и почтишь его тем, что не будешь заниматься обычными твоими делами, угождать твоей похоти и пустословию, то будешь иметь радость в Господе, и я возведу тебя на высоты земли, и дам вкусить тебе наслаждение Якова, отца твоего. Уста Господа изрекли это. Аллилуйя. Нас Господь благословил финансами и благополучием, и жертвовать финансами уже не тяжело нам. Уже как бы стало в привычку. Просить что-нибудь, но жертвовать надо поступками, жертвовать надо деяниями, словами, подтверждать нашу преданность Иисусу, преданность Господу не только финансами, но и слушать Его звук, Его голос, слышать Его голос и следить за Ним. Римлянам 12:2 говорится: не подражайте, не уподобляйтесь миру сему. И не сообразуйтесь с веком сим, но преобразуйтесь обновлением ума вашего, чтобы вам познать, что воля Божья, благая, угодная и совершенная.
очень трудно сегодня нам не следить за миром, потому что мир сегодня очень сильно заставляет следить за ним, как бы диктуя свои законы, диктуя свое качество, диктуя свои правила, диктует все. Но мы должны прислушаться к Господу, к звуку голоса Бога и следовать за Ним. Как моя сестра сказала, овцы знают имя мое и слышат голос мой, и узнают мой голос. Мы должны следить за Господом, а не за тем, что говорит нам медиа, то, что нам проповедуется с медиа, то, что нам говорится, что вот так красиво, вот так трендово, вот так. Все нам Инстаграм, Фейсбук и всякое, вот все это нас как бы толкает нас на то, что нас Бог не просит, то, что Бог не требует от нас. Извините, я чуть-чуть напряжен, но я хочу сказать, что главное следить за Богом и следить за Его голосом. Все остальное приложится нам. Все остальное приложится нам. Ամեն։ Եկեք զոհաբերենք մենք զոհաբերությունը կատարենք, ծառայությունը շարունակենք։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ մենք չպետք է նմանվենք աշխարհին։ Մենք պետք է նմանվենք Հիսուսին։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Հալելույա, եթե դու կատարել ես քո զոհը, դու կարող ես ոտքի կանգնել։ Շարունակենք երկրպագել մեր Տերերի Տիրոջը, մեր քաղցր, մեր սիրելի Աստծուն։ Հալելույա։ Երկիր Տիրոջն ալելույա Երկիր Տիրոջն ալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր Տիրոջն ալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր Տիրոջն ալելույա Երկիր Տիրոջն ալելույա Երկիր Տիրոջն ալելույա Հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր Տիրոջն ալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր հալելույա Երկիր Տիրոջն ալելույա Ոյ ալելույա Ոյ ալելույա Господу Ոյ ալելույա Господу Ալելույա Ոյ ալելույա
Sing hallelujah to the Lord. Sing hallelujah to the Lord. Sing hallelujah to the Lord. Sing hallelujah. Sing hallelujah. Sing hallelujah. Sing hallelujah to the Lord. Boy, hallelujah. Boy, hallelujah. Boy, hallelujah. Boy, hallelujah. Господь. Скимадук. Երկիր, hallelujah. Երկիր, hallelujah. Երկիր, հալելույա, երկիր, հալելույա, երկիր, հալելույա, երկիր Տիրոջ Hallelujah. երկիր, հալելույա, Երկիր hallelujah. Երկիր hallelujah. Երկիր Տիրոջ hallelujah. Ով Աստված, քեզ օրդերգություն է վայելում Սիոնի մեջ եւ կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։ Դու լսում ես աղոթքը, ամեն մարդ քեզ մոտ է գալիս։ Հալելույա քեզ Տերս։ Իսկապես հալելույա։ Փառք, փառք, փառք քեզ Տեր։ Երգում ենք անդադար քեզ փառք։ Որտեղ դու ես, միայն արժան այդ փառքին Տեր։ Հալելույա։ 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 Բոլոր լեզուներով ասում ենք փառք քեզ։ Բոլոր լեզուներով ինչ գիտենք, երգում ենք քեզ փառք։ Boy, hallelujah. Boy, hallelujah. Господь. Hallelujah. Hallelujah. Boy, hallelujah. Boy, hallelujah. Boy, hallelujah. Господь. Hallelujah. Hallelujah. Ինքան շնորհակալ ենք որ ներկայության Տեր։ Շնորհակալ ենք որ դու այստեղ ես Տեր։ Չես նայում ոչ մի բանի ու ոչ մեկին դու այստեղ ես։ Շնորհակալ ենք քեզ Տերս։ Շնորհակալ ենք, խոնարհվում ենք ոտքերիդ առջև։ Ասում ենք եկ ու մնա Տեր, եկ ու մնա Տեր։ Շնորհակալ ենք որ մեզ հետ ես, մեր մեջ ես Տեր, եւ փառավորվում ես մեր ծառայություններում Տեր, փառավորվում ես մեր կյանքերում Տեր։ Շարունակիր գործել, շարունակիր փառավորվել Տեր, շարունակիր լսել, պատասխանել։ Շնորհակալ ենք որ կաս մեր կյանքում, որ մի օր ընտրեցիր, մի օր ձեռքդ դրեցիր, կանչեցիր, լվացիր, մաքրեցիր, ցուրից ջերմակ արեցիր Տեր։ Շնորհակալ ենք որ ամեն անգամ մեզ հնարավորություն ես տալիս կանգնելու քո առջև Տեր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Օրհնիր քո եկեղեցու, օրհնիր քո հարսին։ Վերցու բոլոր փառքերը, ոտքերիդ առջև ենք խոնարհեցնում Տեր բոլոր փառքերը, փառքի Աստված, ընդունիր բոլոր փառքերը եւ փառավորվիր, եւ միայն դու փառավորվիր Տեր։ Թող ամեն մարդկային անուններ վայր ընկնեն, չեզոքանան, օքսիդանան Տեր, միայն քո անունը թող բարձր լինի, մեր սրտի գահին նստած ես դու, շարունակիր բնակվել այնտեղ, որտեղ որ քո
տեղն է, մեր սիրտը քո տունն է, քո տարածքն է, շարունակիր ապրել մեր սրտերում, Տեր։ Շնորհակալ ենք այս կիրակի համար, շնորհակալ ենք այս օրվա համար, օրհնիր մեզ քո խոսքի համեմատ եւ մենք օրհնված կլինենք, Տերս։ Փառք քեզ, պատիվ, գոհություն, երկրպագություն։ Մեր Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն, 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 ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Հալելույա, իսկապես հալելույա։ Օրհնիր աճ ու ձախ կանգնածիդ։ Անպայման մի լավ խոսք ասա։ Օրհնում ենք քեզ on-line դիտող Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Օրհնում ենք քո օրը, քո ընտանիքը, քո փոխհարաբերությունները եւ այս Տիրոջ հրաշալի ներկայությունը ուզում ենք, որ քեզ էլ բաժին հասնի Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Շնորհակալ եմ Տիրոջը այս մեծ պատվի համար։ Իսկապես պատիվ է կանգնել Սուրբ Սրբոցում եւ խոսել Տիրոջ խոսքը։ Եվ մենք մի օր բոլոր խոսացած խոսքերի համար կանգնելու ենք Տիրոջ առջև եւ ամեն բառի համար պատասխան ենք տալու։ Դա վախա Տիրոջից զգոնությունը եւ սթափությունը, որ այնքան փնտրես Տիրոջ երեսը, գտնես նոր բարձանաս այդտեղ, թե չէ խապված կլինենք վերջում։ Դա շատ ցավալի կլինի։ Փառք Տիրոջը, շնորհակալ եմ Տիրոջը այս հնարավորության համար։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Թող Սուրբ Հոգին իսկապես օգնի։ Այսօր ես էլ եմ լարված, չգիտեմ ինչի, բայց վստահ եմ, հավատում եմ, որ Տիրոջից է, առաջինը ինձ համար, Տերը ինձ հետ գործ ունի եւ հետո քեզ հետ գործ ունի։ Եթե քեզ հետ գործ ունի, հետո ինձ հետ կարաս ասես, չգիտեմ, վերցրու են ինչ որ քեզ է պատկանում, ես վերցնում եմ ինչ որ ինձ է պատկանում։ Փառք Տիրոջը։ Այսօր միասին ուսումնասիրելու ենք 1000 անգամ կարդացած մի հատված Գործ Առաքելոցից։ Եվ Սուրբ Հոգին իմ աղոթքն է, որ ինձ ու քեզ սովորեցնի, այսօր ինչ որ բան սովորեցնի։ Եվ այսօրվա իմ աղոթքն է նաև եղել առավոտվանից ու եւ մի շաբաթ ինչ գիտեմ, որ ես պիտի կանգնեմ, որ այսօր այստեղից դուրս եկող ամեն մեկը կամ on-line դիտող ամեն մեկը Տիրոջ գերբնական անտակ, անհատակ ուրախությամբ ու խաղաղությամբ գնատուն։ Այսօրվա իմ աղոթքն է իմ ու քո համար, որի կարիք այո, բոլորս ունենք։ Մի հարց եմ ուզում տալ ինձ ու քեզ։ Արդյոք մենք լսում ենք Աստծուն։ Մենք լսում ենք Աստծուն։ Конечно, մենք լսում ենք, աշխատում ենք լսենք Աստծուն։ Մենք լսում ենք Աստծուն ինչպես մենք ենք պատկերացնում, թե ինչպես Տերն է ուզում, որ մենք լսենք։ Օրինակ, մի բան, ասենց փորձեմ բացատրեմ ինչ եմ ուզում ասել։ Պատկերացրու շատ մեծ խնդիր ունես, քեզ համար անլուծելի թվացող եւ կանգնած ես ներքևում եւ բեմի վրա փառաբանության թիմը երգում է ես հաղթող եմ։ Ներքևում դու հենց 5 պակաս է քո պարտությունից, որ մարմին հագնի պարտությունդ, ու դու պետքա կարողանաս դավանես այդ խոսքերը, շատ դժվար է դա։ Դու պարտությունը զգում ես քո կյանքում, շոշափելի, 5 պակաս, որ ինքը բռնես այդ պարտությունդ։ Ու փառաբանության թիմը հարազատս բեմի վրա ոչ մեկ, ես հավատում եմ դրան, ոչ մեկ առանց Տիրոջ դեմքը փնտրելու չի բարձրանում։ Առանց Տիրոջից ինչ որ բան վկարանք վրիպենք, սխալվենք, գլոբալ առումով չի լինում նման բան։ Եվ այստեղից Տերը, ես միշտ հավատում եմ ներքևում նստած, որ Տերը այստեղից ինձ բան է ասում։ Եվ Տերը քեզ ասում է փառաբանության թիմի միջոցով։ Ասա դու հաղթող ես։ Ասա դու հաղթող ես։ Ոնց ասեմ ես հաղթող եմ, ես Տեր շատ ձեռ ես առնում ինձ։ Դու ինձ սաղրում ես։ Քեզ մի հատ վատ դիագնոզ են դրել։ Չգիտեմ, ամենավատ դիագնոզը, ենթադրենք, Աստված հեռու տանի բոլորից ես, քաղցկեղ։ Ու դու ասում ես, ասա դու բժշկված ես։ Հավատ կա պետք հասկանալու համար, որ դու ասես, որ ես բժշկված եմ։ Շատ հաճախ լինում է նաև, որ մենք չենք հավատում, բայց ասում ենք։ Ոնց որ խոսքս փչացնում եմ, մի րոպե։ Փառք Տիրոջը։ Աստված շատ հաճախ ասում է մեր շղթայված վիճակում կանգնի, շղթայված կանգնի։ Դու ասում ես շղթաներս հանի, նոր կանգնեմ։
Ասում է, չէ, կանգնի շղթայված։ Ասում ես, չէ, հանի ծանր է, չեմ կարա, պետք է ազատես, դու կարաս, դու ամենակարող Աստված ես։ Ազատի նոր կանգնեմ։ Բայց Տերն ուզում է, ինչպես որ ինքն է ուզում մենք դա անենք։ Այ դա է լսելը։ Ես չգիտեմ դու ինչ ճանապարհով ես անցնում։ Կարող է դու սարսափելի գերհոգնած ես, քո միտքը, ֆիզիկատ, հոգիդ, բայց Տերը այսօր քեզ ասում է, կանգնի։ Ինչ վիճակում էլ դու լինես, ոտքերը չես զգում մեկ-մեկ, արյունը սառում է երակներիդ մեջ, լարվածությունից, անհանգստությունից, վախից, ապագայի նկատմամբ անորոշությունից, ինչ է սպասում, ինչ պիտի լինի, կապ չունի։ Տերը քեզ ասում է, կանգնի։ Հալելույա։ Եվ երբ որ մենք կանգնենք, ինչ որ անենք, ինչ որ Տերն է ասում, Տերը մեզ շղթայակապ անելու, հանելու այդ շղթաները։ Երբեմն անգամ մենք չենք հավատում այն, ինչ անում ենք, բայց հենց մեզանից դա էլ սպասում է Տերը, գիտեք, թեկուզ չենք հավատում, բայց շարունակենք անել։ Դու ինձ կարող ուժել չունենք վստահենք, բայց գիտենք, որ Աստված ուզում է, որ մենք Կիրակի գանք եկեղեցի, չասենք չեմ գալի, չհավատալով քեզ գցի եկեղեցի։ Գիտենք, որ լիքը վատ բան քո դեմ է ուղված։ Ոչինչ, շարունակենք գնալ, շարունակենք, մենք գիտենք, մենք գլոբալ 20 տարի լսում ենք, մենք գիտենք Տերն ինչ է մեզնից ուզում, շատ բան չի ուզում, երբեմն մենք չենք հավատում, չենք ուզում նույնիսկ, բայց ավտոմատի վրա մեզ գցենք ու անենք, ուզում է, որ գանք եկեղեցի, լսի կարող է մենք Սուրբ Հոգուն չենք զգում, ոչինչ կանգնի, առանց գալու ձեռքդ բարձրացրու, ասա ուզում եմ քեզ զգամ, մի բան արա հիմա ինձ, մի բան արա ես քեզ զգամ։ Կարդանք 12 գլուխ, Գործ Առաքելոց 12 գլուխ, պատմությունը հետևյալն է։ Հերովդես թագավորը, չեմ ուզում ամբողջ գլուխ կարդամ, ուզում եմ կարդամ այստեղից, 8-րդ խոսքից։ Եվ հրեշտակը ասեց նրան, ուրեմն լավ, պատմեմ երկու բառով։ Հերովդես թագավորը սրի է տալիս սպանում է Հակոբոսին, Հովանեսի եղբորը, եւ Պետրոսին բանտարկում է։ Պետրոսը բանտում է գտնվում, եկեք կարդամ, չէ լավ։ Այն ժամանակ 12-րդ գլուխը կարդում եմ, կներես Կարինի ջան։ Այն ժամանակ Հերովդես թագավորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարի, եւ Հակոբոսին Հովանեսի եղբորը սրով սպանեց։ Մեր Հակոբոս եղբորը սպանեց։ Կարա լինի մեր կյանքում, որ մեր հարազատը գնա երկինք։ Հիմա գնացինք առաջ։ Եվ տեսնելով, որ հрьяաների հաճելի է նրա վրա, Պետրոսին էլ բռնեց, նրան երբ որ բռնեց բանտը դրավ, եւ մատնեց 4 կարգ 4-ական զինվորների 4 հոգու, որ պահեն նրան, եւ կամենում էր զատկից հետո նրան բերել ժողովրդի առաջ, եւ Պետրոսը բանտումը պահված էր, բայց նրա համար անդադար աղոթք է լինում եկեղեցուցը դեպի Աստված։ Շատ կարևոր է, խնդրեմ, ես այս տեղը շատ եմ կարդացել, բայց սենց չեմ ընկալել։ Եվ երբ որ Հերովդեսը կամեցավ նրան դուրս բերել եւ մի րոպե, գնանք, ինչ եղավ։ Գնացինք ներքև մի քիչ։ 7-րդ խոսքը։ Եվ ահա տիրոջ հրեշտակը կանգնեց, տան մեջ լույս ծագեց, խթեց Պետրոսի կողին, նրան արթնացրեց եւ ասեց. «Վեր կաց, շուտով» եւ շղթաները վայր ընկան նրա ձեռքերից։ Վեր կաց։ Ասենք հիմա ես ու դու մեր բանտում ենք, բանտը պարտադիր չի, գնանք մենք ֆիզիկական բանտարկվենք, հա, նենց ճաղերի հետևում կանգնենք։ Մեր միտքը կարա մեր բանտը լինի։ Մեր իրավիճակը կարա մեր բանտը լինի։ Պարտադիր չի մենք ֆիզիկապես գնանք բանտարկվենք ինչ-որ բանի պատճառով։ Մենք այսօր էլ կարանք ազատության մեջ լինենք բանտում։ Եվ Տերն ասում է, իր տիրոջ ուղարկած հրեշտակը, Տերը ասում է վեր կաց։ Հիմա, բայց ով ես դու, որ ինձ տես բան ես ասում, մի հատ մանրամասն ենք, չէ՞, մեր բնավորության համեմատ, չէ՞, ով ես որ պիտի ես կանգնեմ, ինչ ձև ես իմ հետ խոսում, չէ՞, ասենք ինչի է, ով է քեզ այդ իրավունքը տվել, ով ես, մի հատ հրամայականը սրա վիճակը, բայց Տերն է։ Գիտեք, Տերը կարա երբեմն կոպիտ խոսի, յուրաքանչյուրի բերանով, պետք չի ընկճվել, հա լավ, առաջին 5 րոպեն ընկճվենք, հետո թույլ տանք Սուրբ Հոգին աշխատանք տանի իմ ու քո հետ։
Որտեվ Տերը պլան ունի եւ օգտագործելու է մարդկանց։ Վերջը Տերը ոնց ինչ ան, ոնց ասի։ Հոչի իջնելուն դեղից մարդանա նոր ասի սենց, չէ։ Օգտագործում է մեզ իրար համար, ամեն։ Եվ ինչ է ասում։ Եվ հրեշտակը ասեց նրան. գոտից կապիր, հողաթափերդ հագիր։ Եվ նա այսպես արավ եւ ասեց նրան. հանդերձներդ քեզ վրա գցիր եւ իմ ետևից եկ։ Այ մարդ, էս սով է, եկել է, հալավ ասենք, բանտից փախնում եմ, չի լինի տկլոր տկլիկ փախնեմ։ Պարտադիր պետք է հակ ու կապը ստեղը բանտից փախնեմ։ Մի հատ իրավիճակը մի հատ պատկերացնենք, էլի։ Ասենք բանտից հանում է հրեշտակը քեզ։ Ասում է հակի, կապի, գոտիդ կապի, էս արա, այն արա, կոշիկները չմոռանալ։ Ասենք, հա մի հատ է մեքիա պարա։ Մի հատ չգեմ օծանելիք բան, ուշահոտ դուրս չգաս բանտից։ Ասենք բանտից փախտում եմ, եղբայր, դե դու տերն ես, տիրոջից ես ուղարկված։ Պարտադիր է հակ ու կապը ստեղնել, փախնենք էլի քանի շուտ է։ Շարունակությունը մի հատ էլի գնանք։ Մի րոպե։ Հանդերձները քեզ վրա գցի եւ իմ ետևից եկ։ 9-րդ խոսքը։ Եվ նա դուրս եկավ, լսում է, գիտեք Պետրոսը, այդ չգիտեմ ում։ Իր համար ինքը չգիտեր ով է, հետո կկարդանք։ Եվ նա դուրս եկավ, գնում էր նրա ետևից եւ չգիտեր թե ճշմարիտ է հրեշտակից եղածը։ Չգիտեր, բայց արեց։ Չգիտեր, բայց արեց։ Եվ իրան պետք չէր ամբողջ process-ը, առաջիկա մի 20 օրվա պլանը կազմած հրեշտակը տար իրան։ Իրան պետք էր ընդամենը հաջորդ քայլն աներ։ Ավտոմատի վրա առանց չէլ ջոգում ինչ էր անում։ Ասում է, արա անում է։ Ավտոմատ անում է։ Առանց վերլուծության, առանց քննարկումների, հարցնելու, մանրամասնելու, ասում է, արա, անում է։ Նավիգատոր գոյություն ունի, չէ՞, ավտոյի վարորդներ։ Նավիգատորում ինչքան ես տեղյակ եմ պապայից գոյություն ունի երկու ֆունկցիա։ Առաջինը քեզ առաջիկա խաչմերուկն է ցույց տալիս, եւ մեկը մի հատ պատրոբնի ես դնում, ներողություն օնլայն դիտող ռուսերեն բառի համար։ Այդ պատրոբին ցույց է տալի քո բեկետ հասնելու ճանապարհի բոլոր խաչմերուկները, չէ՞։ Ճիշտ եմ ասում։ Ճիշտ գիտեմ։ Փառք ասում պապայից համար։ Երբեմն մենք ուզում ենք այդ այծ բեկետ հասնելու բոլոր 7 խաչմերուկը իմանանք։ Այ մարդ մոլորվելու ենք, ես վստահ չեմ իրա որ կհիշեմ այդ 7 խաչմերուկը։ Ինձ պետք է առաջին խաչմերուկը, առաջին խաչմերուկը ընդամենը։ Երբ որ հասնեմ նավիգատորով այդ խաչմերուկին, հաջորդ խաչմերուկն այնց պետք։ Երբ որ հասնեմ երկրորդին, երրորդն այնց պետք, ու նաև քեզ, որ չմոլորվենք ես ու դու։ Այդ նավիգատորը Սուրբ Հոգին է, այդ նավիգատորը մեր Տերն է։ Ուղղակի ասում է, մենք շատ հաճախ չենք հասկանում, չենք ջոգում, ինչ ասում, ինչ ով ասում, ինչ ուզում։ Ես վերջերս գիտեք իմ կյանքում նենց դեպքեր են լինում, որ ասում ես ինչ ասում, ես ինչ ուզում, բայց Տերն է ասում, բայց Տերն է ուզում։ Օգտագործում է Դավիթ եղբորը, օգտագործում է Գայան քրոջը, չգիտեմ, Ռիմա քրոջը, կարող է ցավա, կարող է անհասկանալի լինի, կարող է ինչ-որ բաներ լինի, բայց Տերն է ասում։ Իմ ու քո ցանկությունն ու փափագը ի՞նչն է, որ Տերը ասի։ Ամեն։ Մեզ պետք չի 7 խաչմերուկ իմանանք։ Մեզ պետք է առաջիկա խաչմերուկը, որ չմոլորվենք։ Ամեն։ Բանտը մեր կախվածությունը կարող լինի մեր մտածելակերպը, մեր տրավմաները, որ մենք տարել ենք։ Մենք տարել ենք լիքը տրավմա, թե աշխարհում, թե հոգևոր դաշտում։ Այնքան տրավմա ենք տարել, դա կարող լինի մեր բանտը։ Աստված ասում է այսօր, քո ազատության համար, այդ ազատ արձակվելու համար կանգնի։ Մի եկեք 1000 ներողություն, բազար չանենք Աստծու հետ։ Մի հատ շղթաներս հանի, կկանգնեմ։ Մի հատ էլ ոնց է, մի հատ անձնագիրը ցույց տար ով ես, դա ջոգեմ Աստծո հրեշտակն ես, թե չէ։ Նոր կկանգնեմ։ Ասում է, ավտոմատի վրա հավատում ենք, թե չենք հավատում։ Շարունակենք անել։ 9-րդ խոսքը։ Եվ նա դուրս եկավ, գնում էր նրա ետևից եւ չգիտեր, թե ճշմարիտ է հրեշտակից եղածը։ Եկեք կարդանք մի հատ Սաղմոս։ Սաղմոս 126 առաջին խոսքը, այդ ասում է հետեւյալը. երբ որ Տերը Սիոնի գերությունը դարձնի,
երազ տեսնողների պես կլինենք։ Երբ որ ինձ ու քեզ մեր գերությունից, մեր մտքի, մեր կախվածության, մենք լինելու ենք ու երազան, հնա այս իրական է, այս իմ հետ է, այս Աստված է, այս հեշտակ է, այս հա որ անեմ որ այս վիճակն է լինելու։ Ինչպես Պետրոսը չէր հասկանում երազա տեսնում, ասում է, որովհետև կարծում է թե երազ է տեսնում։ Պետրոսին թվում է թե երազի մեջ է, ինչ որ տեսիլքների մեջ է, բայց իրականությունն էր։ Ամեն։ Երբեմն իրադարձությունը կատարվելուց ամբողջ իրադարձությունը վերջանում է, վերջում հետ ենք նայում, հասկանում ենք, որ էսի տերն էր։ Այդ process-ի մեջ մենք չենք հասկանում, որ դի տերն է։ Եղա վերջացավ, ֆինիշում կանգնում ենք, նայում ենք հետ, Աստված ջան, ես դու հետ։ Այս ինչքան շնորհակալ եմ, որ իմ հետ գործ ես անում։ Ես ինչքան շնորհակալ եմ, որ այս մարդկանց ես իմ կողքը դրել։ Ես ինչքան շնորհակալ եմ, որ կոպիտ թեկուս։ Այ ես չեմ պրոպագանդում կոպիտ լինենք իրար նկատմամբ, հանկարծ այդ պահը շարքեք իմ դեմ։ Չէ։ Բայց եթե Սուրբ Հոգին ա թույլ տանք ոնց ուզում ա թող աշխատի։ Ու թող օգտագործի բոլորիս կյանքում, որտեղ մեր միակ ցանկությունն է ազատություն Տիրոջ մեջ։ Ազատ մեր ամեն մենք չունենք լիքը հրաշքներ, որտեղ մենք այս անտերը թույլ չի տալիս։ Երբեմն սիրտը չէ, երբեմն հավատքը չէ, այսա թույլ չի տալիս, որ մենք ազատ մտածենք, մեծ մտածենք, լայն տեսնենք։ Երբեմն խոսքերը զուտ խոսք է, Տեր ամենակարող Աստված է։ Ամեն։ Բայց ոչ իմ դեպքում։ Այ իրա դեպքում դժվար։ Չէ, Տերը ամենակարող Աստված է բոլորիս համար։ Եթե իր կամքի մեջ գնանք, ինքը ջոգողություն չի դնում, թեկուզ ես մի ժամանակ մտածում եմ, որ Տերը ջոգողություն է դնում, ինչի Հովանեսը լսեց իր սրտի բաբախը, իսկ այն մյուսները չլսեցին։ Ինչի, բայց չէ, չի դնում Տերը, ինքը մեր նման չի։ Այդ մենք կարանք դնենք։ Ամեն։ Երբեմն վերջում ենք իմանում, ինչ էր դա, եւ վերջում ենք վերագնահատում, եւ վերջում է իմաստավորվում Հռոմեացիների 8:28 խոսքը։ Գիտեք այդ որ խոսքն է։ Ամեն ինչ բարի գործակից է անում, հա, բայց գիտենք թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչվեցին նրա նախասահմանումով։ Մեկ բառով ասած, իմ ու քո կյանքում ինչ որ լինում է, բարի գործակից պիտի լինի։ Պիտի լինի բարի գործակից։ Եվ դա մենք վերջում, իրադարձության վերջում հասկանում ենք, որ Տերն ասա, Տերն էր ու բարի գործակից արեց։ Այս խոսքը իմաստավորվում է մեր ճանապարհի վերջում։ Ամեն։ Հալելույա։ 12-10-րդ խոսքում, նույն գործքում մնում ենք հələ։ 12:10 խոսք ասում է հետևյալը։ Եվ երբ որ նրանք անցան առաջին պահապաններից, պատկերացրեք, հեշտակը կողքը Պետրոսը գնում են։ Անցան առաջին պահապաններից եւ երկրորդից եկան միջև երկաթի դուռը, որ դեպի քաղաքն էր տանում։ Հասան երկաթի դուռ։ Գործք 12:10 խոսք։ Ժողովուրդ, այդ երկաթի դուռը փակ էր։ Հիշում եք վերևում կարդացին քանի հոգի էր դրվել Հերովդեսի կողմից։ Փակ էր։ Այսօր քո կյանքում լիքը փակ դուռ կարա լինի, բայց եթե Աստված քեզ ասում է վեր կաց, բացվելու են այդ դռները։ Հավատում ես թե չես հավատում, մեկը բացվելու են։ Լուրջ այնքան մխիթարված եմ ես այս խոսքից, ցնծում եմ մի քանի օր։ Լուրջ եմ ասում, ու շնորհակալ եմ մարդկանց, ովքեր օգտագործվում են եւ իրանց միջոցով Աստված բերում է խոսքեր, հայտնություններ, որ դու ապրում ես, process ես ապրում ու Տերը սովորացնում է քեզ ավելի խոնարհվել, որ ավելի բարձրացնի, այլ ավելի խոնարհվել, որ էլ ավելի բարձրացնի։ Ամեն։ Եվ դրանք անցան առաջին պահապանից, երկրորդ, մինչև երկաթի դուռը, որ դեպի քաղաքն էր տանում։ Եվ ինքն իրանից բացվեցավ նրանց համար։ Եվ դուրս գալով մի փողոց անցան, ինք իրան ճր վարոտը բացվեց։ Ինչ եք կարծում։
Աստծո ձեռքը կարճացել է իմ ու քո համար, որ իմ ու քո երկաթե դարպասները բացի։ Ինչ եք կարծում։ Արդյոք Աստված չի ուզում մեզ տանի մի ճանապարհով տաշի, իր սրտով անի, որ ինչ որ մեզ տա, մենք դա վայելենք, ոչ թե դա մեզ փչացնի։ Ուզումը, ընդհանրապես պետք է լսել Աստծուն, լսենք ու գնանք առաջ, ինչքան է ցավոտ լինի։ Եվ ինքը իրանից բացվեցավ, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նրանից հեռացավ։ Երբեմն մեր առջև, մեր կյանքի իրավիճակներում լսում եք ինձ։ Կան բաց դարպասներ, որ մեզ թվում է թե ինքը լը փակ է։ Կանգնած բախում ենք։ Տեղ։ Այ մարդ բաց է, բացվել է, գնա մեջով էլի դուրս սարի տեղից։ Լուրջ մի հատ որ մտածենք մեր կյանքում, Սուրբ Հոգին հիմա այս աղոթում են, որ ցույց տա ինձ ու քեզ մեր կյանքի իրավիճակներ, որ բաց է վաղուց այդ դարպասը։ Բայց մենք հələ աղոթում ենք, որ բացի այդ դարպասը Տեր։ Առողջ լինես։ Փառք Աստծուն։ Երբեմն մենք կանգնում ենք եւ թակում ենք արդեն բաց դարպասի համար։ Հրաշքը եղել է, բայց մենք հələ հրաշք ենք սպասում։ Վստահություն է պետք անցնել դարպասով։ Այն ժամանակ, երբ որ հարցը լուծված չի դեռ։ Ինքը հələ ազատ չէր, չէ՞։ Հələ նոր բանտից ուզում եք ճղոպրեր, հələ դարպասի անցնի գնա այգին նոր ինչ որ միտեղ պատասպարվի, նոր ազատ համարվի։ Եթե իհարկե հետևից չգան բռնեն նորից հետ տանեն։ Խնդիրը լուծված չի ելը Պետրոսի։ Վստահություն է պետք անցնի դարպասով, արագ, կողմնորոշված, հասկանա ինչ պետք է անի։ Հրեշտակը գնաց։ Պետրոսը պիտի հասկանալ հիմա, ինչ անի, ինչ անեմ։ Խելքի եկավ, հետ եկավ, հաջորդ խոսքի հետ ասում։ Ասում է Պետրոսը ինքն իրան գտնելով, ժողովուրդ, ինքն իրան գալով, հետ գալով, շողուլի եկավ, հետ եկավ միած, թափվեց, ես որտեղ եմ, բանտից դուրս եմ եկել, դարպասները բաց, դե կանգնած եմ, ոչ մեկ չկա, հրեշտակ էլ չկա, մենակա, հիմա, ահա, մեր կյանքում ինչքան է եղել, կանգնել ենք այդ փաստի առաջ, ու հիմա պիտի կողմնորոշվենք, ինչ պիտի անենք, եւ շատ կարևոր է կողմնորոշվենք, ուր պիտի գնանք, եւ ինչ դուր պիտի թակենք։ Շատ հաճախ մենք այնքան սխալ ճանապարհներով ենք գնում, այնքան սխալ տեղեր ենք գնում, այնպես դռներ ենք փթակում, որ հետո փոշմանում ենք։ Պետրոսը գիտեք ինչ արեց, գնաց եկեղեցի, գնաց տնային խմբակ։ Եկեք շարունակենք։ Պետրոսը թակեց աղոթողների դուռը։ 12:12-ում ասում է հետևյալը. Եվ մտածելով եկավ Մարկոս կոչված Հովանեսի մոր Մարիամի տուն, ուր շատերը ժողոված աղոթք էին անում։ Երբ որ խնդրի մեջ ենք, չվազենք էլի հոպարի մոտ, ծանոթ դեպուտատի մոտ, գնանք Տիրոջ տուն, որտեղ աղոթք են անում։ Գնանք տնային խմբակ, որտեղ աղոթք են անում։ Գիտեք, ես Մարիամի խմբակն էր։ Տնային եկեղեցներ Մարիամի։ Որտեղ գիտեք, Էս էլ էր շատ հետաքրքիր։ Այս դիպվածից մի փոքր առաջ սպանել էին Հակոբոսին, այդ խմբակի անդամին։ Մյուս անդամին բանտարկել էին Պետրոսին։ Այս մարդկան ժողոված մարդկանց համար ինչքան հավատք էր պետք, որ այնտեղ մեկը մեռել է, սրա համար կանգնեն աղոթեն։ Ինչքան ուժ է մեզ համար պետք, երբ որ մենք ստեղ խնդիր ունենք, այս մի չլուծված հարցի համար կանգնենք աղոթենք։ Շատ ուժ ու զորություն է պետք որ Տիրոջից, բայց այս խմբակը Տիրոջ մեջ էր։ Այս խումբը ճանաչել էր Տիրոջը, իրան գիտեն որ պետք է աղոթեն եւ աղոթում էին։ Թեկուզ թերահավատ էին մի քիչ, հեսա կկարդանք։ Ատենց չի որ անենց էին հավատում էլ դուսուս, բայց իրանք աղոթում են, որտեվ այդ էր միակ ելքը։ Մեր կյանքում միակ ելքը աղոթքն է։ Հավատանք թե չհավատանք, անկաս լինենք, կոտրված լինենք, հիվանդ թե առողջ, փող թե անփող։ Միակ ելքը աղոթքն է։ Թեկուզ մա շարունակենք էլի մի հատ կարդանք։ Եվ փողոցի դուռը Պետրոսը փողոցի դուռը որ թակեց, մի աղախին անունը Հռովդե էր, այս աղջկա անունը, մոտ եկավ որ ականջ դնի։
Փանտից փախած Պետրոսը վազելով եկավ խմբակի դրան առաջ։ Ես եկա իմ խմբակի դրան, ոնց է դուրը կթակեմ։ Անենց կանեմ ջարդու այնը Պետրոսը, այն Պետրոսը, այն էմոցիոնալ Պետրոսը, որ Հիսուսին 3 անգամ ուրացավ, հետո ուշ գտավ իր մեջ գնա, հոգի գալստյան օրը կանգնի հազարավորների համար աղոթ քանի, Սուրբ Հոգին ուշնի սաղ մկրտվեն։ Այն Պետրոսը, վերջն էր Պետրոսը։ Այդ իր էմոցիոնալ դաշտով վերջն էր Պետրոսը։ Այդ Պետրոսը, ոնց կջարդեր այդ դուրը այդ տնային խմբակի։ Այս խեղճ աղջիկը գնում է ու ճանաչում է, որ Պետրոսն է, այս ջարդ է, ասում է, նստած տունը հաց ու սոխ կուտե, մեկ է շրեղ, գագիկի շրեղ կոցներ, հիմա տոչնի, շրեղ, այս Պետրոսի շրեղ կոցն է։ Մենակ Պետրոսը կարա ջարդ ու խուրդանի սենց այս դուրը։ Եվ այս աղախինը մոտ եկե եւ ուրական դնի եւ Պետրոսի ձայնը ճանաչեց։ Ուրախությունից դուրը բաց չարավ։ Ժողովուրդ, գոնե ուրախությունից դուրը բաց անի։ Շատ հաճախ մենք ուրախությունից ես ունեմ այդ խնդիրը։ Անենց եմ ուրախանում, ես բաներ եմ անում, որ вообще կապ չունի էլ այդ ուրախությունը։ Չարեց, դուրը չբացեց։ Այս խեղճ Պետրոսը այ մարդ կարող է այդպես գան դուրը բացեք։ Ես չի բացում։ Եվ մի հատ շարունակություն է, շատ բարձր հավատների խմբակի, հատ նայեք։ Ներս վազեց, դուրը փակ թողած, հետ է գնում ներս, որտեղ աղոթքին անում իր խումբը, ավակը եւ այս կոմենքում, ներս վազեց ու պատմեց, թե Պետրոսը դրանը կանգնած է։ Նրանք էլ ասեցին նրան. «Գժվել ես»։ Հələ մի հատ շարունակություն է նայեք։ Իսկ նա հաստատում էր, թե այդպես է, նրանք ասում են, թե նրա հրեշտակն է։ Ժողովուրդ, այս խմբակի համար ավելի հեշտ էր հավատալ, որ մեռելա հոգին է եկել Պետրոսի, քան որ Պետրոսն է եկել։ Հələ տեսեք ինչ պատալոկը ծագող հավատք է։ Բայց Պետրոսը կանգնած, այս ընթացքում իջև իրան քննարկում էին հավատան թե չհավատան, ինչ անեն, գիտեք ինչ էր անում։ Շարունակում էր իր գործը թակել։ Քացով, ձեռով, իր ոճի մեջ էմոցիոնալ թակել։ Չիլնում մեկա թակի լինելույա։ Թակի լինելույա։ Մի րոպե մի հատ խոսք բան չանեմ էլի։ Շատ հաճախ այո, երբեմն մենք մեզ պետք է որպես հոգևոր գժվել։ Դուրս գալ այդ սահմանափակ մտածելակերպից։ Հա, ախպեր, գժվել եմ, Պետրոսն է։ Գիժեմ, Պետրոսն է, 100% Պետրոսն է։ Որովհետև այդ մեր մտածողությունը սահմանափակ մեզ ոչնչացնում է։ Սահմանափակում է մեր կյանքի որակը, սահմանափակում է մեր նկատմամբ նույնիսկ իրար սերը, վստահությունը, կրճատում է լավագույնը, որ մենք կարանք տանք իրար ու տանք Աստծուն։ Մեր սահմանափակ միտքը։ Իմ աղոթն է, որ մենք լավ իմաստով հանկարծ մոնտաժ չանենք, ուրիշ բան դնենք, գժվենք։ Գժվենք Տիրոջով եւ դուրս գանք այդ սահմանափակ մտքից։ Հալելույա։ Եթե դու քո նեղության պահին գալիս ես Աստծո եկեղեցի, գնում ես խմբակ ու թակում ես դուռը, դու ճիշտ դուռ ես թակում։ Դու ճիշտ դուռ ես թակում։ Լսում ես ինձ։ Այդ եկեղեցում կան լինեն մարդիկ, որ ժամանակ առ ժամանակ քեզ նեղացնեն։ Այստեղ Հիսուսներ նստած չեն։ Մեծ սպասելիքներ պետք չի ունենալ մեզանից ու ձեզանից։ Մենք մարդ ենք, մարմնի մեջ, շնչի մեջ, ուտում ենք, հազար ներողություն, տուալետ ենք գնում, ստանում ենք։ Մենք իրավունք էլ ունենք սխալվելու։ Կարևորը գիտակցել մեր սխալը։ Իմ ու աշխարհի ինչ-որ մեկի տարբերությունը պետք է լինի հետևյալը. ես գիտակցեմ ապաշխարեմ, ինքը չի գիտակցում, ինքը ճիշտ է, միշտ ինքը ճիշտ է, ինքը միշտ ճիշտ է։ Շարունակիր թակել։ Դու ճիշտ դուռ ես թակում։ Շարունակիր թեկուզ ոչ մի արդյունք չկա։ Շարունակիր, երբ դու թույլ ես, երբ դու տկար ես, երբ քեզ ոչ մեկ չի վստահում, երբ քեզ ոչ մեկ չի հավատում, երբ քեզ գժի տեղ են դնում։ Եվ վստահ եղիր, որ երբ որ դուռը բացի, Պետրոսին տեսնելու ես քո։ Որ թվում է խելքից դուրս է, բայց Պետրոսը Տերը անձամբ է բերելու քո հրաշքը դեմը տնի։ Դարպասները Տերը անձամբ է բացելու։ Հիսուսի անունով ինչի միջով որ դու այսօր անցնում ես։ Հիշի,
հիշեմ, հիշի։ Հիշում ես, Տերը քո հետ է։ Տերը քեզ համար հաղթանակ է պատրաստել, մեծ։ Մեզ մնում է միայն լսել։ Հավատում ենք, թե չենք հավատում, անել։ Առաջին խաչմերուկն է մեզ պետք։ Պետք չի, որ ինքը պատմի։ Պատկերացնես Աստված իջնի ու ասի Եվա ջան, ուրեմն այսպես։ Հիմա լսի քեզ ինչ է, քո առաջիկա 10 տարիների համար քո պլանը կյանքի, աղջիկ ջան։ Ես գիտեք ինչ, կժվեմ, խելագարվեմ, չեմ հասցնի, ես անամպերս։ Երևի կմեռնեմ, չեմ հասնի այդ 10 տարին։ Փչացնեմ սա պլանը։ Չէ, աղբեր, շնորհակալ եմ Աստված ջան, ինձ պետք է ընդամենը իմ առաջին, այս հերթական քայլը։ Մի հատ քայլ ինձ ասա, ես անեմ։ Մի հատ քայլ ասա, ես անեմ։ Ինձ պետք չի 10 տարվա պլան։ Մի հատ քայլ։ Քեզ էլ պետք չի, հարազատս։ Մի հատ քայլ։ Առաջիկա խաչմերուկն է մեզ պետք։ Բռնենք։ Հիշի դու ինչ է լինի, քո համար աղոթողներ կան։ Այս տունը հովը քանի օր է ուզում ամենք եկեղեցու ուժեղ կողմերը, մեր եկեղեցու ուժեղ կողմերը։ Ես չգիտեմ ուրիշ եկեղեցիները կարող ավելի շատ ուժեղ կողմեր ունեն, բայց այս եկեղեցու ուժեղ կողմը աղոթող է այս եկեղեցին, սիրող է այս եկեղեցին, ամեն գրել էր եղբայրը։ Մենք սիրում ենք իրար, հոգ ենք տանում իրար համար, մենք կանգնում ենք իրար համար, մեկ-մեկ սահմանները անցնում ենք, հարց չկա, այնքան ենք սիրում, մտնում ենք այդ մարդու կյանքի մեջ, Դենց ենք մտնում էլ դուսուս, բայց դա սիրով դրդապատճառը, երթվում եմ վատ իմաստով չի արվում հետի, իմ կյանքում էլ վատ իմաստով չի արվել, քո կյանքում էլ վատ իմաստով չի արվում, դա սերը այնքան շատ է մեկ-մեկ իրար նկատմամբ լինում, այն որ չենք ջոգում ինչ ենք անում, այն աղջկա նման, որ ուրախությունից դուռը չբացեց Խեղճ Պետրոսի դեմը, մենք էլ ենք մեկ-մեկ չենք հասկանում ինչ պիտի մենք հերթական քայլը չենք կողնորոշվում։ Մի դիտարկեք դա որպես ուզում էր ինչ նեղացներ, ճնշել, ես լեմ դիտարկում տենց մեկ-մեկ, հավատացեք։ Ուզում էր ինձ նեղացներ, ուզում էր ինձ քցեր, ասում եմ, զանգում եմ, բողոքում եմ, ասեմ չանես էլ տենց։ Սա այս դու ինձ կբարձրացնես եւ այլն։ Բայց մենք հիշենք, որ այս եկեղեցին աղոթում է քո համար, իմ համար։ Ես գիտեմ, որ իմ քուրու աղբերները լուրջ իմ համար աղոթում են։ Իմ այդ մի հատ լավ բան ա լինում, զանգում եմ, ասում եմ մի քանի օկու, աղոթել ես, հա, աչքիս իմ համար էս գիտեմ, որ աղոթում են։ Գիտեմ։ Ու երբ որ վաղը իմ կյանքում լավ բաներ լինի, այդ լավ բանի մասնակիցը նաև դու ես։ Այդ լավ բանը մենակ իմը չի։ Այդ լավ բանը իմ ֆիլմի մեջ գլխավոր դերերում դու ես։ Իմ աղոթող հարազատ։ Դա քո բաժինն էլ է, դա քո մասն էլ է։ Քո ֆիլմում ուզում եմ ես էլ լինեմ, իմ աղոթքով, իմ ներդրումով եւ քո կարևոր կերպարներից մեկն է ես լինեմ։ Եվ այս ընտանիքով մենք գնանք փառքից փառք, հավատքից հավատ։ Գիտեք, երբ որ Տերը գա, դատը սկսվելու է իր եկեղեցուց։ Եկեղեցին ես ու դու ենք։ Դատը սկսվելու է ինձանից ու քեզանից։ Քանի շուտ է, ուղղակի կանգնենք, թակենք, աղոթենք, սիրենք, մեր ժամանակ էներգիան, պոտենցիալը տանք նրան, ինչը Տերը մեզանից սպասում է, մեզանից պահանջում է, ուզում է, որը որ պատճառ է դառնում, որ ինքը ժպտա մեզ համար։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Շարունակիր թակել, ինչքան էլ դժվար իրավիճակում ես, եւ կբացվի քո առջև, չկասկածես։ Ամբողջ Աստվածաշունչը ողողված է Տիրոջ հրաշքներով։ Պետրոսը սովորական մարդ էր, իմ ու քո նման, ավելին ասեմ, մի բան էլ վատ էր ավելի, շատ հաճախ, բայց եթե իր կյանքում եղավ, իմ ու քո կյանքում է կլինի։ Ամեն, եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա, փառք մեր հրաշալի Աստծուն, իսկապես նա հրաշալի է, նա գործում է մեր կյանքում, մեզ մնում է միայն տեսնել այդ գործը։ Մնում է տեսնել, ցավի մեջ ուղակի գնալ, առանձնանալ, կպնել Տիրոջ փեշերին։ Տիրոջ փեշերից հետո կպնենք իրար։ Տիրոջ փեշերին կպնենք, որ տենանք Սուրբ Հոգին ինչ էր ուզում ասել։ Չէ՞ որ գրված է մեր գլխից մի հատ մազ, մի հատիկ։ Ասենք առավոտը խրծով մազ են թափել։ Տերը թույլ է տվել։ Մի հատիկ մազ չի ընկնի, եթե Տերը թույլ չի տալիս։ Եթե իմ ու քո կյանքում բաներ են տեղի ունենում, հանգիստ, ինչպես կասի Դավիթ ասի թագավորը, Դավիթ աղբերը, հայո, հանգիստ, Տերը տեսնում է, հսկում է, հանգիստ, Տերը պլան ունի, իսկ Տիրոջ պլանը մեզ կործանելը չի, Տիրոջ պլանը մեզ բարձրացնելն է, մենք խոնարհվենք, ինքը բարձրացնի, մենք խոնարհվենք, լսենք, հավատում ենք, չենք հավատում, լավ ավատա, խոնարհվենք, ինքը բարձրացնի,
Երբ որ բարձրացնի փառքերը տալու մեզ, այդ փառքերը մեզ չվերագրենք, բերենք, սենց նուր դնենք ոտերի տակ իրա, որտեղ մեկը եթե կա, որ արժանի է ինքն է, ոչ մեկս արժանի չենք եկեղեցի։ Ես ու դու դրված ենք, որ աղոթենք։ Դա մեծ գործ չի, որ մենք անում ենք, դա մեր գործն է նոր։ Ոնց որ ասեմ, ես շնչեցի։ Տեսեք, ես արտաշնչում եմ եւ նշնչում եմ։ Ես արտաշնչում եմ, իմ մեծ բան եմ անում։ Չէ, դա նորմալ բնականon իմ կյանքն է, պետք է շնչեմ, որ ապրեմ։ Նույնն էլ աղոթքը, մենք պիտի աղոթենք, որ ապրենք։ Մեր հոգին կմեռնի, եթե մենք աղոթող չլինենք։ Եվ պետք է բարեխոսենք եւ փառավորենք, եթե Տերը ականջա դրել ու լսել է իմ քո աղոթքը։ Մենակ դի ուրախանանք։ Ոյ Տեր ջան, շնորհակալ եմ, որ օծեցի, աղոթեցի, պատասխան ստացա։ Ոյ էսի մարդը այս համար աղոթում է, երեխա ունեցավ։ Վայ էսի էս եղավ, վայ ենի խմբակ, վայ ենի ես շատ գիտեմ ինչ։ Բժշկություն, ամեն։ Պետք է աղոթենք, դա մեր շնչել արտաշնչելունա բնական մեր process-ն է, որ մենք ապրենք։ Դրա վրա պետք չի զարմանալ, պետք չի ուրախանալ ու պետք չի սпасել, որ ինչ որ մեկը պիտի գա շնորհակալություն եւ ակույր, որ դու աղոթեցիր։ Եվ ուրեմն սա շնորհակալություն պիտի հայտնենք, որ եւ ակույր, ապրես, որ շնչում ես։ Բրավո, որ շնչդ պայես կմեռնես։ Հալելույա, եկեք բարձենք մեր ձեռքերը դեպի երկինք, մեր կատարյալ Աստծուն, մեր հրաշալի Աստծուն, մեր փառքի Տիրոջը, ու ինչքան հրաշալի ես դու Տեր ջան, ինչքան լավն ես դու Տեր, ինչքան ողորմած ես մեր նկատմամբ Տեր։ Տեր ինչքան ուժ ունենք մեր օրգանիզմում, մեր մտքում, սրտում, շնչում, ասում ենք շնորհակալություն, ասում ենք փառք քեզ, ասում ենք պատիվ քեզ, ասում ենք խոնարհում քեզ Տերս։ Դու արժանի ես բոլոր փառքերի, մենք հասկանում ենք, թե չենք հասկանում Տեր։ Մենք անցնում ենք դժվար էտապով, թե փառքի ճամփով, մահվան շուքի ձորով, թե փառքերի մեջ ողողված։ Ունենք ինչ որ բան, որ աղոթում ենք, թե չունենք դեռ, որ աղոթում ենք։ Գուցե չունենանք էլ, որտեղ դա քո կամքը չի։ Դու երբեք չես տա մի բան, որ մեզ կորցնես Տեր, որի համար շնորհակալ ենք։ Մեր հոգատար Աստված, մեր հոգատար Տեր, մեր Հայր, մեր Փրկիչ, այնքան շնորհակալ ենք քո սիրո համար, քո զոհի համար, քո ողորմության համար, քո գութի համար, քո հարության համար, քո փրկության համար։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ եմ այս եկեղեցու համար, այս եկեղեցու հովի, նրա ընտանիքի ամեն մի անդամի համար, այս եկեղեցու ներկաների ու բացակաների համար, անգամ նրանց համար, ովքեր ինչ որ ժամանակ եղել են, հիմա չկան։ Ես հավատում եմ նաև նրանց համար, Տեր, որ դու պատահական չէ, այս սցենարը դու գծել ես, գրել ես ու գիտես ինչ ես անում եւ ինչի համար ես անում։ Մեզ մնում է միայն գնալ առաջիկա խաչմերուկը, վստահել քեզ, հավատալ քեզ, գիտակցել թե չգիտակցելով։ Փառք, պատիվ, գոհություն, երկրպագություն, սեր ու խոնարհում։ Մեր հրաշալի Աստված։ Թող այսօրվա խոսքը ամեն մեկի սրտում սիրո, ուրախության, խաղաղության, մեծ անհատակ հույսի բուն դնի Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա քեզ Տեր, շնորհակալ եմ անսահման քո հացի համար, շնորհակալ եմ, որ կերակրում ես մեզ Տեր, շնորհակալ եմ, փառավորվիր մեր կյանքերում, փառավորվիր մեր ծառայություններում, փառավորվիր մեր եկեղեցում, փառավորվիր մեր երկրում, Հիսուս Քրիստոսի անունով, փառք քեզ Տերս, ամեն, ամեն, փառք Աստծուն, հալելույա, եղեք Տիրոջ խաղաղության մեջ, կհանդիպենք հաջորդ կիրակի ապրիլի 20-ն է, աշխարհի ամենակարևոր տոնը, ամենագերբնական տոնը, ամենաանբնական խելքից դուրս տոնը, հարության տոնը, յուրահատուկ տոնը։ Հրավիրենք մարդկանց, նոր մարդկանց բերենք եկեղեցի, հրավիրենք բոլորին աչուձախ, լինենք տոնական, իրոք տոն այդ օրը, տոն ենք, ոնց կգնանք ռեստորան, այդ օրը այդ տենց գանք, հարդարված, հագած, կապած, հավեսով, սիրով, յուրահատուկ ձևով, Տերը թող օրհնելով օրհնի յուրաքանչյուրին։